Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Այս տարի լրանում է ավստրիացի գրող Ինգեբորգ Բախմանի ծննդյան 100-ամյակը, եւ դա նշում են ոչ միայն ավստրիացիները, պարզվում է դա նշում են նաեւ հայերը, հայաստանցիները եւ այդ կապակցությամբ գերմաներենից թարգմանվել եւ հայ ընթերցողին է ներկայացվել Ինգեբորգ Բախմանի Մալինա վեպը, որի շուրջ այսօր զրուցեն գրքի թարգմանչի գրականագետ թարգմանիչ Սիրանուշ Փարթադանյանի հետ, ողջույն Սիրանուշ։ Ողջույն Արմենիկ։ Այդ 100-ամյակի process-ը լրացուցիչ պատասխանատվություն հաղորդում էր այս թարգմանական գործին, ինչու եմ սա հարցնում, որտեղ Ինգեբորգ Բախմանը այնքան բարդ գրող է, որ նույնիսկ մարդիկ չեն կարողանում կարդան։ Իսկ դու համարձակվել ես ոչ միայն կարդալ, այլ նաև թարգմանել։ Այդ process-ի մասին կուզեի խոսել մի քիչ։ Իրականում նախ մեծ պատիվ է թարգմանել Ինգեբորգ Բախմանի ստեղծագործություն, ինչպիսին հենց Մալինա վեպն է, որը Ինգեբորգ Բախմանի միակ ավարտուն վեպն է։ Ինգեբորգ Բախմանը ծրագրել էր գրել մահվան տեսակները վերնագրով եռագրություն, եւ Մալինան փաստորեն առաջին վեպն է, եւ միայն դա հասցրեց ցավոք գրել, ողբերգական մահը կանխեց մնացյալ գրքերի ավարտը։ Անշուշտ մեծ պատասխանատվություն էր հատկապես 100-ամյակից առաջ նախաձեռնել այս գործը, որովհետև ինչպես նշեցիր, բավական բարդ լեզվով է գրված եւ հայրենից էլ ազգացվում էլ, այսինքն ես բնականաբար գերմաներեն չգիտեմ, թեպետ գիտեմ wie heißt du, heißt er քո այդքանը գիտեմ, բայց հայերեն տեքստից արդեն զգացում էր, որ ջանք կա թափած էլի, դրա համար պատկերացնում եմ։ Իսկապես մի քանի բարդությունների են բախվել, նախ Բախմանի չափից դուրս երկար նախադասությունները, իհարկե երկարաշունչ նախադասությունները շատ բնորոշ են գերմաներենին, բայց Բախմանը կարծես թե մի փոքր չափնանցնում էր։ Մի քիչ էլ ճոռոմ չի այդ նախադասությունները, բայց ես կասեմ, որ արդարացված։ Այո։ Եվ գերմաներենը առհասարակ շատ գեղեցիկ լեզու է, չքնաղ։ Գրականության լեզու։ Ես հակառակն եմ պնդում եւ Բախմանի գրչի տակ գերմաներենը պարզապես ծաղկունք է ապրում, իսկապես հրաշալի լեզվով է շարադրված եւ բնականաբար ճոխությունը պետք է փորձարվեր նաեւ հայերենով վերարտադրելու, հույս ունեմ ինչ որ չափով ստացվել է։ Ես որպես գրքի խմբագիր պետք է վկայեմ, որ շատ փափուկ չի ստացվել, հա, հայերենը, որպեսի այդքան գեղեցկությունները մենք գերմաներենի զգանք, բայց երևում է ճոխությունը բառապաշարի, հա, որովհետև հայերեն համարժեքները, էլի երկարաշունչ բառեր, երկար նախադասություններ, կարծում եմ, որ ընդհանուր ոգին գոնե իմ տպավորությամբ լեզուն էլ չէ, ոգի ունի, թարգմանվել է, եւ կարծում եմ ընթերցողները կարդալուց հաճույք կստանան։ Սիանուշ, ես ուզում եմ մի զգուշացում անենք այնուամենայնիվ վեպին անդրադառնալուց առաջ, որպեսզի ընթերցողները իմ օրը չընկնեն։ Ես ուզում եմ մի գաղտնիք բացել։ Վեպը խմբագրում էի եւ Մալինա անունը ընկալել էի որպես կնոջ անուն։ Եվ այդ տրամաբանությամբ կարդացել եւ խմբագրել եմ գրքի մեծագույն մասը։ Եվ մեծ անակնկալի եկա, հետո եւ որ բարձեցի Մալինան տղամարդ է, որտեվ սա արդեն փոխում էր հայացքը նաեւ, ասեմ քեզ, խմբագրման process-ն էր վերափոխում եւ այլն, բայց սա նաեւ ինձ մղեց մի հարթի շուրջ մտորել հենց վեպի շրջանակում, որի շուրջ էլ ուզում եմ խոսել, սեռը ինչքանով կարեւոր է այս վեպում։ Ինչ բարդ հարց, սեռը փաստացի կարևոր է նրանով, որ հեղինակը կին է եւ իր գոյաբանական վիճակը, իր սահմանային իրավիճակները հենց քննում է կնոջ դիտանկյունից, այդ առումով այստեղ սեռը կարևոր է, սակայն նաեւ տղամարդու հոգեբանական շերտեր են բախվում, հենց այստեղ գլխավոր հերոսուհին, որ անանուն է, ներկայացնում է պատմող հերոսը, այո, իր հարաբերությունները իր կյանքի երկու կարևորագույն տղամարդկանց Մալինայի եւ Իվանի հետ եւ ողջ վեպը կամ մենախոսություն է կամ մեծ մասամբ դիալոգներ են, երկխոսություններ են եւ այստեղ բացվում են հոգեվիճակը հերոսների եւ հիմնականում կնոջ գլխավոր հերոսուհու հոգեվիճակը, մանկական տրավմաները, գոյաբանական վիճակի խնդիրները
թեմաները սիրո, ժամանակի եւ շատ լուրջ էքզիստենցիալ հարցեր են քննվում այս վեպում։ Իհարկե հենց Ինգեբորգ Բախմանն է խոստովանել, որ վեպը ինքնակենսագրական բնույթ ունի, սակայն ոչ բառից դասական իմաստով, բայց իհարկե ինքնակենսագրական տարեր կան։ Ես պատկերացնում եմ իր կենսագրության անունից թեթևակի ծանոթանալիս եւ Մալինա վեպի հետ համադրելիս արդեն տեսնում ես գոնե հոգեբանության այդ լուրջ համադրումները ըստ ամենայնի ես նաեւ այն տպավորությունը ստացա, որ Բախմանը այս վեպը գրելով, այդ իր հերոսու հատկապես հոգեվիճակները բացահայտել փորձելով, ըստ ամենայնի ինքն իրեն տված հարցերին էր պատասխանում, հա, ինչու ինքը այսպես, ինչու է այս երևույթին այսպես վերաբերում եւ այլն եւ այլն։ Հիմա այդ առումով շեշտենք դու նշեցիր, որ դիալոգներ, մոնոլոգներ եւ այլն որոշակի թատերայնություն է, հա, ապահովված վեպին, նկարագրական հատվածները քիչ են, հա, եւ կարծես թե երբեմն տպավորություն ստանաց, որ պիես ես կարդում, եւ սա բնականաբար լրացուցիչ հմայք է հաղորդում վեպի այդ հոգեբանությունների պեղման տեսանկյունից, որտեղ մարդիկ բացահայտվում են իրենց խոսքով ավելի շատ, քան այն ինչ որ նկարագրում են, բայց Սյանուշ մի տպավորության մասն եմ ուզում խոսել, ինձ ամեն դեպքում թվաց, որ թե Իվանի այդ մշտական ներկայությունը, թե Մալինայի մշտական գրեթե մշտական ներկայությունը եւ այդուհանդերձ ինձ թվաց, թե սա մեծ մոնոլոգ է այն ամենայնիվ։ Միանշանակ։ Թեպետ խոսում են Մալինան եւ Միանշանակ եւ այդ երկխոսությունները կարծես հսկայական մեծ մոնոլոգի տարերը լինեն, որոնք կապակցում են։ Իվանի հետ գլխավոր հերոսուհին կապված էր ավելի շատ զգացմունքներով, իհարկե նաև զգացմունքներ ուներ Մալինայի հանդեպ, բայց Իվանի հանդեպ կապը հիմնականում զգացմունքային կարելի էր նկարագրել եւ բնութագրել, իսկ Մալինայի հետ կապը ավելի ռացիոնալ եւ բանական էր, ու երբ ինչ որ հարցի պիտի պատասխաներ, երբ ինչ որ դժվար իրավիճակում անպայման Մալինայի կարծիքն էր հաշվի առնում, դիմում էր Մալինային, երբ պարզապես ուզում էր խոսել, ուզում էր իրեն լսեին, այդ ժամանակ Իվանն էր եւ Իվանի հետ հեռախոսազրույցները, Իվանի հետ կարճատև հանդիպումները, որովհետեւ վերջինս շարունակ գործուղումների էր լինում կամ երեխաների խնամքով էր զբաղված, գլխավոր հերոսուհին իր ժամանակը կարծես տրոհել էր Իվանի եւ Մալինայի միջև եւ իրեն փաստացի դուր էր գալիս այդ իրավիճակը։ Ըստ ամենայնի, այո, ես էլ այդ տպավորությունը ստացա, որ ըստ ամենայնի այդ երկփեղկվածությունը երկուսին էլ ունենալու այդ ֆենոմենը իր համար երանելի վիճակ էր, ընդ որում գերագույն ճիքերը չկորցնել եւ մեկին եւ մյուսին, հա, այդ երկուսին էլ սիրելու կոպիտ ասած այդ process-ներ մեջ է, որը շատ հետաքրքիր էր վերլուծված հոգեբանորեն, բայց ամեն դեպքում ինձ մի հարց էլ տանջեց, էլի։ Տես, ես Իվանին ավելի շատ տեսա վեպում այդուհանդերձ, քան Մալինային, այսինքն ինչքան էլ կապը զգացմունքային էր Իվանի հետ, բայց ամեն դեպքում առարկայական եւ հանդիպումները եւ զանգերը եւ շփումները կարծես Իվանի հետ ավելի շատ էին եւ Մալինան մի տեսակ չբռնվող կերպար էր, անդադ բացակա, միշտ անսպասելի պահերի հայտնվող, հա, կամ իր մասին հիշեցնող ամեն դեպքում ինչու է վեպի վերնագիրը Մալինա եւ ոչ թե ասենք Մալինա եւ Իվան։ Դες խոսում ենք, չէ, երկուսին էլ չկորտնելու այդ վախից բանից, բայց ամեն դեպքում երբ որ հասել է վեպը վերնագրելու պահը, այս պատմությունը լավ վերնագրվել է Մալինա ամեն դեպքում։ Ինքս էլ այս հարցի շուրջ մտածել եմ, հատկապես առաջին գլուխը թարգմանելիս, առաջին գլխում Մալինան գրեթե հանդես չի գալիս, հենց առաջին գլուխը վերնագրված է Իվանի հետ երջանիկ, հենց նկարագրում է Իվանի հետ հարաբերությունները, դարձել հեռախոսազանգեր են, երկխոսություններ եւ այլն։ Ես կարծում եմ պատճառը այն է, որ իր կյանքի կարևորագույն տղամարդի վերջո Մալինան էր։ Ամեն դեպքում որոշակի նախապատվություն կա, հա։ Այո։ Ես կարծում եմ դա էր պատճառը եւ Մալինա, քանի որ ինքը շատ էքսցենտրիկ անձնավորություն է մեր գլխավոր հերոսուին, ինքը կարիք ուներ բանականության եւ իր բանականությունը կարծես Մալինան լիներ եւ ցանկացած հարցով երբ որ դիմում էր, երբ որ չէր հասկանում ինչպես վարվել, ոնց դուրս գալ իրավիճակից, Մալինան միշտ ուղիներ էր նախանշում եւ Մալինան օգնում էր
որպեսի գլխավոր հերոսուին հասնի ինքնաճանաչման, նա տալիս էր այդ բանալիները, հատկապես դա երևում է հենց Մալինայի եւ գլխավոր հերոսուհու երկխոսություններում, օրինակ երբ որ խոսում է հոր մասին, ով է իմ հայրը, Մալինա կարող ես ինձ ասել ով է իմ հայրը, իհարկե սա մի քիչ շատ հետաքրքիր հատված է, որտեղ առհասարակ ինձ թվում է խնդիրը հայրիշխանության պարագայում աղջիկների դեպքում շատ լուրջ խնդիրներ կան դրված, բայց ամեն դեպքում Մալինային գալով ես ասեմ նաև իմ տպավորությունն էլ, էլի, որովհետև ինչ եմ ուզում մենք այդպես շատ զրուցենք եւ տարակարծիք լինենք, որովհետև սա այն վեպերից է, որ միանշանակ ընկալումներ չի ենթադրում, ես վստահ եմ 10, 15, 20 մարդ կարդան, 20 տարբեր բան կպատմեն իրար, հա, եթե առիթ ունենան զրուցելու։ Ես դες նաև այսպիսի տպավորություն ստացա, որ այդ Մալինայի նաև ուժ հայտնվելը, հա, ուժ ներգրավելը process-ների մեջ, որ կա Իվանը եւ նրա հետ հարաբերությունները պահելու, շարունակելու համար ուղղակի անհրաժեշտ է երկրորդ տղամարդը։ Էլի հետաքրքիր ֆենոմեն է, հա։ Քո ամենասիրելի մարդու հետ հարաբերությունները պահելու համար դու կարիք ունես նույն սեռի երկրորդ մարդու։ Չգիտեմ որքանով ասա վերլուծված հոգեբանական գրականության մեջ եւ այն տպավորությունը նաեւ ստացա, որ Մալինան ավելի շատ հորինված կերպարա մտորումների մեջ պատմող հերոսուհու, քան իրականում գոյություն ունի եւ դրանով ի վերջո արդարացրեցի Մալինա վերնագիրը։ Կարող է լինել ես օրինակ։ Հետաքրքիր դիտարկում է։ Իրականում ես մտածել եմ, որ վեպի վերնագիրը կարող է նաև լինել Վիեննա կամ Ունգարգասը փողոց, որովհետև հենց վեպի հերոսը է հանդես գալիս Վիեննան իր Ունգարգասը փողոցով, որին պարզապես սիրահարված է մեր հերոսուհին, եւ հենց Ունգարգասը կիսում է բնակարան Մալինայի հետ եւ ընդամենը 3 տուն այն կողմ բնակվում է իր մյուս սիրելին Իվանը եւ Ունգարգասեն իր հիշողությունների, իր զգացմունքների եւ ինչու՞ չէ նաեւ իր տառապանքների վկան է եւ փաղաքշանքը հենց փողոցի հանդեպ ակնհայտ է առաջին իսկ տողերից։ Այդ էլ հատուկ ուզում էի շեշտել, իհարկե ոչ ես պայն զրույցի, բայց որ բերեցիր դա էլ եմ ուզում հիացմունքով շեշտեմ։ Ես չեմ եղել Վիեննայում, ինչքան գիտեմ եղել ես։ Եվ ուղղակի սիրահարվում ես Վիեննային Բախմանի միջոցով, որտեղ այն մանրակրկիտությունը, հա, որով նա նկարագրում է Վիեննայի գոնե այդ փողոցի ամեն մի դետալը եւ սիրով պահորված ուղղակի ֆանտաստիկ։ Ես անուշ, բայց մի հարցի էլի անպայման ուզում եմ անդրադառնալ։ Տես, երբ որ շատ երևույթներ տեղափոխվում են վիպական իրականություն, գրողի մտադրությունից կախված դրանք կարող են չափազանց իդեալականացվել եւ ընդհակառակը վարիչեցվել երկինքներից եւ այլն եւ այլն։ Հիմա այս վիպական տարածության մեջ գրեթե ամեն ինչի մասին կարելի է խոսել սքանչացումով։ Հա, եւ իր կապերի մասին, եւ իր հարաբերությունների, եւ մտադրությունների, չգիտեմ, բայց երբ որ մի քիչ ավելի ռեալ նայում ես այդ իրականությանը, այդքան էլ շատ իդեալական չի, որտեվ անառողջ բաները նույնպես շատ են այս վեպում։ Ահա այդ մասին էլ կուզեի մի քիչ խոսեինք, այդ անառողջ, եթե չասեմ հիվանդ, որոշ երևույթների էսթետիզացում չես նկատել այս վեպում եւ դա ինչով է պայմանավորված ըստ քեզ։ Միանշանակ նկատելի է եւ հենց ընթերցողն էլ կնկատի, դա իմ կարծիքով կապված է նրա հետ, որ նույնիսկ իր արատները հերոսուին այնքան հիացմունքով է պատմում, հիացմունքով է ներկայացնում եւ ենթադրում եմ, որ անգամ գիտակցելով, որ դա սխալ քայլ է, բայց իր դիտանկյունից նա համարում է ճիշտ եւ հմայք է հաղորդում այդպես իր արարքներին։ Օրինակ, երբ որ խոսում է իր շատ ծխելու մասին, օրինակ, այդ ամենամեղմ անառողջ բաներից են խոսում, ասենք։ Այո, կամ շատ ալկոհոլ օգտագործելու մասին, բայց ինքը դրա մեջ այնքան շատ իմաստ է դնում, որ դու ակամա արդարացնում ես որպես ընթերցող իր դիտանկյունը։ Իսկ վտանգավոր բան չկա, ես օրինակ ուրախացա, որ սա գիրք չի դեռահասների համար, որովհետև շատ անառողջ բաների շուրջ կարող էր գեղեցիկ հակվածություններ ստեղծել։ Միանշանակ գիրք չէ դեռահասների համար, դե իսկ մեծահասակները սա կընկալեն որպես գեղարվեստական գրականություն, այո, անպայման կարդալ սթափ եւ նաեւ
պատրաստի ընթերցողին պիտի տրվի այս գիրքը եւ իհարկե նաեւ հենց Ինգեբորգ Բախմանը ոչ միայն փայլուն հեղինակ է 20-րդ դարի ամենաինքնատիպ հեղինակներից մեկը, այլ նաեւ մտավորական կերպարերի վերջո եւ հենց Ինսբրուքի գրացի համալսարաններում արվեստի պատմություն եւ փիլիսոփայություն է ուսումնասիրել եւ անգամ ատենախոսություն է պաշտպանել, որը նվիրված էր Մարտին Հայդեգերի էքզիստենցիալ փիլիսոփայությանը եւ հենց այս վեպում նաեւ արտահայտվում է եւ ի հայտ է գալիս Ինգեբորգ Բախման փիլիսոփան, արվեստի տեսաբան։ Էտել շեշտելի երևույթ է, տես գրողներ կան, որ փիլիսոփայական որոշակի ինչ որ ընդհանրացումների կատեգորիաների հասնում են միայն կենսափորձի հաշվին, հա, գրում են իրենց կյանքը, մենք էլ ստացվում է համադրելի փիլիսոփայություն Շոպենհաուերի հետ, Նիցշեի հետ, հա, բայց այս դեպքում մենք բացի կենսափորձից գործ ունենք նաև իր այդ կենսափորձի գիտականացման հետ, որը էլի լրացուցիչ այս վեպին արժեք եւ հմայք է հաղորդում, իդեպ մեր հայ ընթերցողները շատ են, չէ՞, սիրում ինչ որ նշանային բաներ, գիտեն որ 47 տարեկանը վտանգավոր տարիք է, որտեղ այդ տարիքում մահացել է Պաուլ Սևակը, Մուշեղ Գալշոյանը, Մինաս Ավետիսյան, ասենք որ Ինգեբորգ Բախմանն էլ է 47-ում հա մահացել եւ որոշակի հարազատ գիծ կտեսնեն էլի, բայց ամեն դեպքում սիմվոլիկ տարիք է այդ 47-ը, ես էլ եմ 47 հիմա դրա համար որոշակի զգուշավորությամբ։ Սիանուշ մի կարևոր բան, որը այս վեպի դեպքում հատկապես ակտուալ է, նկատած կլինես վերջին շրջանում շատ են մարդիկ տարված հեշտ բաներով, հատկապես այս արհեստական բանականության հայտնվելուց հետո իրենց ցանկացած երաժշտությունն են երբ ուզում լսում, հա, տալիս են հանրարարական, այդ են լսում, ուզում են այս տիպի գիրք կարդան, տալիս են հանրարարական, այդ են կարդում, մարդկա գրում է, ասում է ես եմ գրել եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ իմպորտ ասեմ, գնալով դժվարանում է այս տեսակ որոշակի ջանք պահանջող գրքերի ընթերցումով գայթակղելը։ Ինչ պետք է ասենք, որ գայթակղենք, բացի նրանից, որ գիրքը շատ սիրուն է, եւ որ հեղինակը Ինգեբորգ Բախմանն է աշխարհի ամենաինքնատիպ գրողներից մեկը եւ որի գիրքը հաղթահարել արդեն լուրջ ընթերցողական ճաշակի եւ կարողության չափանիշը, հա, էլ ինչով կարանք այդտեղային։ Չափազանց ինքնատիպ գիրք է եւ ես վստահ եմ չի կարդա, բայց կարդացողները ինչով կարան գլուխ գովանել ի վերջում։ Ասեն այն մենք Բախման ենք կարդացի արա։ Միանշանակ դա արդեն իսկ կեսն է խնդրի, բայց ինքնաճանաչման որոշակի մակարդակ կհաղթահարեն, ես վստահ եմ, որովհետև սա վեպ է նախ եւ առաջ ինքդ քեզ ճանաչելու մասին, քո հակումները ճանաչելու մասին։ Սեփական անառողջությունները գուցե։ Այո, որովհետև մեր վեպի հերոսուհին շատ ճիշտ գնահատական է տալիս։ Էլի ամեն ինչ։ Այո, եւ երբեմն ցինիկ, բայց ամենակարևորը չի ամաչում իր խնդիրները իր հետ քննարկելուց, իր հետ խոսելուց եւ առերեսվում է այդ խնդիրներին, որպեսզի կարողանա դուրս գալ, իհարկե արդեն հարցի մյուս կողմն է, նա կարողանում է դուրս գալ թե ոչ, բայց ամեն պարագայում սա վեպ է ինքնաճանաչման մի նոր մակարդակի հասնելու մասին։ Շատ լավ, արի մի ինտրիգել հաղորդենք, բայց փակագծերը չբացենք, տես երբ որ մարդը վերցնի բովանդակությունը, գոնե մեր զրույցը լսելուց հետո կտեսնի Իվանի հետ երջանիկ, բայց երկրորդ գլուխը մենք խոսեցինք դե Մարինայի մասին։ Ասենք երկու տղամարդ, մեկ էլ հանկարծ երկրորդ գլխի վերնագիրը երրորդ տղամարդը։ Այդ ինչ է այ մարդ։ Երկրորդ գլուխը բավական հետաքրքիր եւ ինտրիգային։ Իմ կարծիքով ամենալավն էր։ Եթե գլուխների բաժանենք, այսինքն գանվելու տեսանկյունից ընթերցողաբար ես ավելի շատ երկրորդ գլխին ժամանակ եմ գանված եղել process-ին։ Ներկայացնում է իր հոր մասին է խոսում, սակայն դա ավելի շատ հավաքական կերպար լինի, կարծես ոչ թե հենց կոնկրետ իր հորն է նկարագրում եւ արդեն իր մանկական տրավմաներն են բարձրաձայնվում եւ առհասարակ իր սերնդի կանանց ներկայացվում է այսպես, որ հայրիշխանության պայմաններում շատ բարդ է լինել աղջիկ երեխա եւ մեծանալ հայրիշխանական համակարգում։ Եթե ես մի քիչ ավելի པարզ դա բացատրեմ իմ ընկալմամբ, երրորդ տղամարդու այս տեսակ մանրամասը նաեւ բացահայտում է ցուցիչ է այն բանի, որ ինքը իրականում հենց առաջի տղամարդն է։ Մի տղամարդ
որի ազդեցությամբ, ընդհանրապես տարբեր դիտանկյուններից որ նայենք փիլիսոփայական եւ այլն, որի ազդեցությունն ու ներկայությունն ու այդ տեսակ գոյությունն է պայմանավորում, որ դու ձգտես ունենաս երկու տղամարդ։ Այս բանն էլ կար, այնպես որ բարդ, բազմաշերտ, բայց շատ հետաքրքիր վեպ։ Բայց շատ հետաքրքիր վեպ է իսկապես։ Ինքնակենսագրական տարերով բավական հարուստ եւ վեպը կարդալուց հետո նաեւ ավելի լավ է հնարավոր լինում ճանաչել Ինգեբորգ Բախման հեղինակին եւ ավելի լավ ընկալել նրա ստեղծագործական աշխարհը։ Շնորհակալություն Սիրանուշ, հուսով ենք գիրքը շատ ընթերցող կունենա եւ մենք այս գրքի մասին ավելի շատ զրուցելու առիթներ կունենանք, բայց մի բանում հաստատ կարող ենք վստահեցնել, որ կարդացողը չի զղջա, հաստատ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ թարգմանիչ Սիրանուշ Փարսադանյանի հետ։ Մեր զրույցի թեման Ինգեբորգ Բախմանի Մալինա վեպն էր։ Լավ եղեք։